Այս հաքերը կոտրել է 217 բանկ և 4 միլիարդ դոլար ուղարկել Աֆրիկայի և Պաղեստինի բարեգործական կազմակերպությունների։ Ռոբին Հուդ Համզա Բեն Դելաջ, նա չմոռացավ աղքատ երեխաների մասին։ Նրան մեղադրեցին ամբողջ աշխարհի բանկային հաշիվներից գումար գողանալու և պետական կայքերը կոտրելու մեջ։ Իսկ Ինտերպոլը նրան ներառել է աշխարհի ամենափնտրվող հաքերների ցուցակում։ Նա նաև կոտրել է Եվրամիության մի քանի երկրների արտաքին գործերի նախարարությունները և օգնել ալժիրցիներին ստանալ ապօրինի վիզաներ։ Համզային նույնիսկ հաջողվել է կոտրել Իսրայելի կառավարության կայքը, որտեղից նա ձեռք է բերել Պաղեստինի համար կարևոր և գաղտնի նյութեր։ Սկզբում նրան սպառնում էր 30 տարվա ազատազրկում և 14 միլիոն դոլար տուգանք, իսկ հետո անգամ մահապատիժ։ ԱՄՆ-ն ու Իսրայելը ցանկանում էին հավաքագրել այսպիսի հանճարի, սակայն նա մերժեց նրանց, իսկ ինքը Համզան ձերբակալությունը դիմավորեց ժպիտով։ Հաքերը ամերիկյան դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, սակայն ավելի ուշ նրան ներում է շնորհվել այն բանից հետո, երբ ազատ արձակման խնդրագիրը ստորագրել է ավելի քան 200,000 մարդ, և նույնիսկ այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Ռոջեր Ուոթերսը, Անջելա Դեվիսը և Ռիչարդ Դոգինսը։ Մինչ որոշ երկրներ նստած էին ձեռքները ծալած, նա միանձնյա ունեցավ աննկարագրելի ներդրում և փրկեց հազարավոր կյանքեր։ Արդյոք նա արժանի է հարգանքի, գրեք մեկնաբանություններում և միացեք մեր ալիքին, կիսվեք տեսանյութով և հավանեք այն։